Եղբայրներ, տեսեք Եսայի 7:14-ը, ինչպես նա գիտեր, որ Հիսուսը կծնվի կույսից և կդառնա Մեսիա, հրեաները չեն հասկանում սա, բայց ուշադրություն չեն դարձնում դրան, բայց Աստվածաշունչն ասում է, որ կգա մի օր, որ նրանք ուշադրություն կդարձնեն, և հավատացեք, կան շատերը, ովքեր արդեն դա անում են, Իսրայելում մեծ հանդիպումներ են եղել, Եսայա գրքում գրված է. սրա համար Տերը ինքը ձեզ նշան կտա, ահա կույսը կհղիանա և կծնե մի որդի և նրա անունը կկանչե Էմմանուել, կույս այստեղ նշանակում է, որ նա կարողություն չուներ, աղքատ կին էր, Հիսուսին ծննդաբերելու էր ոչ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքից, ոչ էլ քահանայապետի դուստրերից, և նա նրան դրեց մսուրի մեջ, որը կենդանիների համար էր, և ծնվեց մեր փրկիչը, աղոթենք, Հայր, շնորհակալություն մեր մտքերը բացելու համար, ինչպես մի օր դու բացեցիր հրեաների մտքերը դրանք հասկանալու համար, Տեր, ես կցանկանայի ապրել մինչև այդ օրը, որպեսզի տեսնեի հրեաների ավետարանչությունը աշխարհին, Տեր օրհնիր այս մարդուն, ով աղոթում է ինձ հետ Հիսուսի անունով, ամեն։